Հայկական ջերմուկ գրուպը կրկին հայտնվել է ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերսկսել է 2 տարի առաջ 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով։ Ըստ նախնական տվյալների տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ջերմուկ խմելուց հետո։ Հոսպիտալացվել էր, բայց բժիշկներին չէր հաջողվել նրա կյանքը փրկել։ Ռուսական կողմի վարկածով շշում հանքային ջրի փոխարեն քացախաթթու է եղել։ Թե ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել գործը վերաբացելու համար, ռուսական աղբյուրները չեն հաղորդում։ Ջերմուկ գրուպի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ազատության հարցերն այսօր անպատասխան թողեց, իսկ ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանի հեռախոսահամարն էլ ողջ օրն անհասանելի էր։ Արսենյանը սակայն Ժողովուրդ օրաթերթի հարցին է պատասխանել մեջբերում նրա խոսքից։ Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների ետևում պարզ նշмарվում են ոմանց ականջները։ Բայց թե ում ականջներն է նշмарել գործարարը չի մանրամասնել։ Ջերմուկ գրուպն էլ տարածած հայտարարությամբ նշում է քրեական գործի հարուցումից ի վեր ընկերության դեմ առաջադրված մեղադրանք չկա։ Աշխատակիցներից էլ ոչ ոք ոչ որպես կասկածյալ, ոչ էլ որպես մեղադրյալ ներգրավված չեն։ Ընկերությունը նաև պնդում է, թե Ռուսաստանում իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցը դատական բոլոր ատյաններում մերժվել է։ Ընկերությունն անդրադառնալով քրեական գործի պատճառ դարձած շշի պարունակությանը նշել է դատաքննության ընթացքում ներկայացված փորձաքննությամբ արտադրանքի անվտանգության խախտումներ չի արձանագրվել։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ազատությանն ասաց, այդ օրերին հատուկ ստուգում է իրականացվել նաև ջերմուկի մայր գործարանում։ Եզրակացություններն էլ ուղարկվել են Ռուսաստան։ Բացառվում է որևէ այլ նյութի արկայություն ջերմուկի շշում։ Մենք այնտեղ նույնիսկ փորձարկումներ արեցինք, համակարգը ինքը դուրս է դնում, եթե ջերմուկից բացի որևէ այլ սուբստանցիա, այսպես ասեմ, կարող է հայտնվել այդ շշում։ Փորձել ենք օտար մարմին տեղադրել, ջուր, այլ հեղուկ լցնել, համակարգը ինքը միանգամից հանում է։ Էլ չեմ ասում, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերի որևէ խնդիր լինել չի կարող։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ռոսալկոգոլ տաբակ կոնտրոլը սկսել է Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի չեղարկման գործընթաց ներմուծվող կոնյակի նմուշներում խախտումներ արձանագրելուց հետո։ Գործարանից պնդել էին տեղեկությունը սխալ է, իրենց շփոթել են Ռուսաստանում գործող դիստրիբյուտոր ընկերության հետ։ Արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Մոսկվայի զգուշացումը կարելի է համարել հայկական բիզնեսների հետ կատարվողը Ռուսաստանում, հատկապես երբ եւ նախագահ Պուտինը եւ փոխվարչապետ Օվերչուկը հատուկ ընդգծել էին, թե որքան կարևոր է ռուսական շուկան դեպի Եվրամիություն ցկտող Հայաստանի համար։ Լրագրողների այս հարցերին այսօր իշխող ուժից ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահն արձագանքեցին, հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, այսինքն նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է։ Մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ համաձայն լինելու։ 2 տարի առաջ ջերմուկի հետ կապված դեպքից հետո Ռուսաստանում սահմանափակվել էր հայկական հանքային ջրի վաճառքը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից փոխանցեցին այդ սահմանափակումները, կարճ ժամանակ անց հանվել են ու հիմա այդպիսի խնդիր չկա։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով վերջին 5 տարիներին Հայաստանից Ռուսաստան ջերմուկ հանքային ջրի արտահանումը կրկնապատկվել է 7.6 միլիոն դոլարից հասնելով 15 միլիոն դոլարի։